Երեքամյա փոքրիկը Գորիսի իրենց տամբակում խաղալիս է եղել, երբ հարձակվել է գայլը։ Ով կպատկերացներ, որ կարող է բան լինի։ Երեխեքից ձեներից դուրս եկամ, տեսա մեր ժողովուրդը դրանց չի, որ երեխան մենակ էր դրսում, ասենք թաղամասի բոլոր ժողովուրդը դրսում էին։ Այդ բանը երևի միանգամից իջելա ու ինքը դեմն ա եղել, միանգամից իր վրա է հարձակվել։ Ու այսպես էս վիճակին եկել ենք ասել հիվանդանոց։ Տղայի դեմքը, ականջը վիրակապերի մեջ են, նա գայլի հարձակումից միակ տուժածը չէ։ Երեկ երեկոյան Գորիսի հիվանդանոցը գիշատչի ժանիքների տակ ընկած եւս 5 հոգու է ընդունել։ Ժամը 18-ի սահմաններում շտապ օգնությունը տեղափոխել է բժշկական կենտրոն անհետաձգելի բաժանմունք, գայլի կծած վերքերով ծանր վիճակում մեկ պացիենտի։ Շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասած այս տղամարդու վիճակը դեռ ծանր է։ Գայլը նրա դեմքին նույնիսկ ոսկրերն է վնասել։ Գորիսի բուժկենտրոնի փոխտնօրենի տեղեկացմամբ, հետո իրենց մեքենաներով հիվանդանոց են հասել մյուս տուժածները, մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։ Բոլորը նույնն են ասել՝ գայլ էր։ Մեկի վիճակը միջին ծանրության է, ելի բազմակի վնասվածքներ ունի, իսկ մյուս 4-ի վիճակը թեթև են։ Քարահունջ բնակավայրից մինչև Գորիսի Այգեստան թաղամասը տուժածների սա է եղել գայլի թե գայլերի երթուղին։ Խոսում են, որ տարածքում 3 գայլ է պտտվել, բայց բոլորը միայն մեկին են տեսել, նույնին թե տարբեր են հայտնի չէ։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած այս տղամարդուն գայլը վրա է հասել Քարահունջի իրենց տամբակում, որդին բահով մոտակայքում է եղել, այդպես փրկվել է։ Աշխատում եք, sense շուռ եկավ, դրաս ասես պապ, գայլա։ Այդ մոմենտս ես ձերքս գցեցի գաբերանը, որի գաբերանը ես ընկա փոսը։ Նորից հարձակվի ինձ վրա, նորից ես ձերքս տարա, նորից մտա բերանը։ Տղաս հələ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին, փախավ։ Գորիսի հիվանդանոցի փոխտնօրենի խոսքով բոլոր տուժածները հսկողության տակ են, ստացել են կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ։